Գոհ եք ձեր թոշակի չափից։ Վայ, հենց նորել եմ պատասխանը, չէ, շատ դժգոհ եմ։ Հարկավոր է այս on-line հասկացողությունը հերիք է։ Օրինակ ես իմ թոշակը 42,000 է։ Ես ոնց եմ 10,000 դրամ եկամուտ ունենում on-line-ով։ Կանխիկ ասում ես, բան ես անում, հենա մի հատ սառոշկա տալու եմ բան, այդ արեսավորը գցենք ինչ-որ գումար ասի, օրինակ։ Այդ ես պետք է կանխիկ ասնեմ այդ թոշակից, թե չէ։ Թե այդ արեսավորին ասեմ on-line-ով բան արա, կամ մի ուրիշ բան, կամ ամեն մի բան, այդ օրինակ կոմունալի հետ կապված, եւ այլն, ինչ on-line-ի մասին է խոսքը։ Եթե երկիր է, թող մի անգամից մարդավայր բարձրացնի 10 անգամ բազմապատկի այդ թոշակը, որ մարդը կարողանա ապրի։ Ինչքան պիտի լինի օրինակ ձեր թոշակը, որ կարողանաք ձեր ծախսերը բավարար չափով հոգալ։ Ամենակիչը 200,000։ Ամենակիչը, որ մարդը կարողանա կոմունալ վճարի, շնչի էլ, չի լում, աղջիկ ջան, չի լում ապրել։ Օրինակ ես ոչ արտասահմանում տղա աղջիկ ունեմ, ոչ ինձ փող ուղարկող չկա, բան չկա։ Այս ինչի ռաշոտով են սոցիալ նախարարը 50,000 ստա 10,000 իբր on-line-ի բան։ Արա այդ կոպեկ այդ մարդը պետքա on-line-ի հետ կապված առևտուր անի, որ 10,000-ը ստացվի։ Էն էլ չգիտեմ։ Իմ թոշակը, որ 40 է, ես ոնց եմ 10,000 օգուտ ունենում։ 2-3 հազար ես իմ on-line-ի բանով մնում է, չի մնում, անհայտ է։ Որ ասեմ այո, կհավատաք։ Ինչքան պետք է լինի, որ բավարարի ձեր ծախսերը։ Չգիտեմ, կյանքի պայմանները ցույց կտան։ Գուցե 100,000 ավելին, չգիտեմ։ Եթե զուս պատրեն գոնե մի 100,000 պետք է, բայց որ երկիրի վիճակի չի, նման գումարների ինչ կարանք անենք։ Լավ էր, որ առաջ 10,000 էին տալի։ Գոնե հիմա էլի գոնե մի քիչ լավացել է։ Հույս ունենանք, որ էլի կլավանա։ Ես երկրին իշխանություններին հավատում ենք։ Ամեն դեպքում Նիկոլը շատ լավանա ու ամեն ինչը կամանց շատ լավանալու է։ Մենք դրան ենք, մտածում ենք այտենց է։ Չէ, ոնց եմ գո։ Ինչքան պիտի մոտավոր լինի, որ բավականացնի ձեր ծախսերում։ Իմ ծախսերին, թե ընթան գոնե մինիմալի թոշակ գոնե 100,000 լինի, որ մարդկանց բավարարի։ Բայց կարելի է ես մի հատ ուրիշ բան ասեմ ձեզ։ Մեր մոտ այս ամսում մեջ 2 անգամ յոլաջուրը անջատել է։ Հիմա 3 ժամը 10-ին առավոտյան անջատել են։ 48 ժամով։ Նա բացատրեք էլի հետի Չի զգուշացվել, որ ջուր անջատել։ Չէ, ոչ մի զգուշացում։ Սա խայտարակությունն է, ջուր են ծախում։ Ինչ են անում։ Ով է դրա տերը։ Ես չեմ հասկանում, ես ինչ խայտարակություն, ոչ կարելի է մարդկանց թողել 48 ժամ առանց ջրի։ Ո՞րն է ձեր հասցեն։ Հասցեն Իսրայելյան 43։ Սստե։ Խայտարակություն էլի, ոչ իմ չգիտեմ, ես էլ չեմ պատկերացնում։ Եթե սենց էթում են ընտրության, ուրեմն ճիշտ են անում։ Շատ վատ է, շատ ահավոր, ընդհանրապես ամեն ինչ ցեմ դժգոհ, այն որ ասում է կրթություն չունի ժողովուրդը, ինքը շատ սխալվում է, որտեղ ես եւ իմ տատիկը, որ Շուշիում ապրել է ժամանակին, նա նույնիսկ օրիորդաց գիմնազիա է հաճախել եւ շատ կիրթ, շատ զարգացած մարդ է եղել եւ նույնը մյուս բարեկամները, բայց նա Շուշին արհամարեց, Արցախը դատարկեց, հիմա մեզ հանում է իրեն ժողովուրդ կոչվածին իրեն համար, անգրագետ, ինչ-որ չգիտեմ, դրա համար են վատ ապրում։ Ոչ, պարզապես ղեկավարն է անգրագետ, դրա համար են վատ ապրում։ Նա թուրքերին, ադրբեջանցիներին գերագնահատում շատ է սիրում, թե վախենում, թե ինչ, ես ինձ թվում ավելի շատ սիրում։ Եվ դրա համար էլ էս վիճակն է։ Ոչ մեկը գող չի, անհնար է գող լինել։ Ինչքան պիտի լինի մոտավորապես, որ 100,000-ից ավել պետք է լինի գոնե։ Ես ու մենակ կին էի,
երեխա չունենայի, թորներ չունենայի, դե ծորը դեռ չի օգնում 5 տարեկան է, բայց վաղը նա հույսն էլ կմնանք, որտեղ դեռ 80 եմ դառնում ընդամենը, բայց թե ձևի հույսերով ես աշխատել եմ, ես կրթություն ունեմ, ոչ կարելի, դասախոս եմ եղել, ուսանողներ ինձ հարգել են, մենք ունեցել ենք շատ լավ հարգանք եւ ուսանողությունից եւ շրջապատում, հիմա բոլորիս դարձնում է անկիրթ կրթություն չստացած, դրա համար վատ ենք ապրում, թոշակը 10 օրից վերջանում է։ Ոչ մեկն է գող չի, այսօր ապրանքը լիքը թանկացրել են, ահավոր գներ են դարել, թե առաջ այդ 40,000 կառներ, հիմա արդեն 70,000-ի կառներ, սաղ թանկացնում է, բայց ոչ թոշակ են թանկացնում, ոչ աշխատավարձ են թանկացնում։ Ինչքան պիտի լինի մոտավոր թոշակը, որ գոնե կարողանաք ձեր ծախսերը Ամենակիչը պետք է 200,000 չափելի, որ մարդ կարողանա գոնե մենակ իր հացի փողը հանի, հələ շոր մոր բան չեմ ասում, մենակ իր հացի փողը գոնե հանի, տանվարձա լույսի փողը, սաղ թանկանում է, օր քնում հերում են թանկացնում են։ Ուրիշ տեղից են ստանում, ուրիշ պետությունից, բայց էլի քիչ է։ Գող եւ դժգոհ լինելը դա հարաբերական է։ Ոչ։ Ինչքան պիտի լինի գոնե, որ ձեզ բավարարի։ Ինչքան, այդ իրանք, որ ասում են 70 մինիմալ, որ մարդ այդ զամբյուղ է, մի ամսը 77,000, հələ էդ էլա քիչ էլի, քիչ ազիշ է։